քրիստոնեություն ուրախ մարդկանց կրոնն է, տխուր, վախվորած, թուլամորթ մարդու կրոնը չէ։ Պատարագ այն տեղն այն վայրն է, որտեղ Քրիստոս պատարագվում է եւ այնտեղ միայն եկեղեցում է այդ ամենը ներկա։ Առաքինության, սրբության քարոզիչները շատ են, նահատակներ չկան։ Մենք սովոր ենք իրար մեղքերը տեսնել ու քննադատել, բայց ոչ մեկ չի ուզում սրբագրել այդ մեղքը։ Մարդիկ տարբեր կանոնական խմբակներ, եկեղեցիներ իրենք Քրիստոս են քարոզում, սեր են քարոզում, բայց իրենց մոտ չեկող քրիստոնյային ատում են։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի Թոմաս ջան։ Դժվարին այս օրերին, մանավանդ պատերազմից հետո, Քովիդից հետո, շատ կորուստներից հետո մեր ազգը կարծես թե իր մաշկի վրա զգաց աղոթքի կարևորությունը։ Եվ իրապես պատարակներին շատ են գնում, մարդիկ սկսել են ավելի ուշադրություն դարձնել ու երբ մոտեցել են հոգևոր կյանքին, այսպես շատ ցցուն մի բան է երևում, որ մենք չգիտենք աղոթել։ Քրիստոս մի անգամ առաքյալներից այդ հարցը ստացավ Տեր մեզ աղոթել սովորեցրու եւ սովորեցրեց հայրմերը։ Թվում է թե կարճ աղոթք, բայց հիմա դա էլ ամբողջապես չենք հասկանում ու մեր աղոթքները կարծես անդադար խնդրանքների, ինչ որ պատվերների, երբեմն տոնայնության առումներով շարք է դարձել։ Իրոք աղոթելու ոգին են կորցրել, աղոթելու ձիրքը։ Ինչպես աղոթել, ինչից սկսել, ինչպես մոտենալ աղոթքի արվեստին։ Ընդհանրապես աղոթքը ամենաբարդ գործն է, Թոմաս ջան, որովհետև նախ պիտի միջավայրը տրամադրել, դու ինքդ պատրաստ պիտի լինես եւ վերջապես դու պիտի իմանաս ում հետ ես զրույցի մտնում։ Աստված պիտի ներկա լինի քո կյանքի մեջ։ Երբ որ մարդը հավատում է Աստծուն, բայց իր սրտի մեջ հուզմունք չկա, ինքը առանց վախի է, երբեմն առանց հուսահատության, ինքը միայն հավատում է Աստծո գաղափարին, բայց ոչ Աստծո ներկայության իր կյանքի մեջ։ Ամենակարճ ճանապարհը Հիսուսով զգալն է այդ ամեն ինչը։ Եվ աղոթքը հնարավորություն է տալիս նույնանալու Աստծո հետ, Քրիստոսի նմանությունը քո վրա հագնելու համար։ Իսկ այսօր մարդ ինչու է խուսափում աղոթից կամ դժվարանում է աղոթել, որտեղ աղոթքի մեջ ինքը նաև պատասխանատվություն պիտի հանձնառնի, ինքը նաև որոշակի պարտականություններ պիտի վերցնի իր վրա, իսկ այսօր մարդը խուսափում է պատասխանատվությունից։ Ինքը ուզում է անել, բայց առանց պատասխանատվության։ Իսկ սա բերում է նրան, որ դու դառնում ես անտարբեր։ Մարդիկ կարող են մտնել եկեղեցի, շատ ամեն օր մարդիկ մտնում են։ Ես օրինակ ունեմ մեր քաղաքում, մի տղա ունենք ամեն առավոտ ինքը եկեղեցի, ամեն առաջին մարդն ենք որ մտնում է եկեղեցի, բայց երբեք Կիրակի պատարագին չի գալիս։ Ու երբ որ հարցնում եմ ինչու, ասում են ժամանակ չունեմ։ Որովհետև մարդու խնդրանքը այսպես արագ, մենք մի անգամ օրինակը բերել ենք, մենք այսպես անընդհատ շորթերը թերթում ենք, մենք սովոր ենք արագ կադրեր տեսնելու, եւ մենք էլ ուզում ենք որ մեր կյանքը այդպես արագ մենք մտնենք, ասենք ու հեռանանք, թող Աստված ինքը որոշի կանի թե չէ։ Դրա համար այդ աղոթական ոգին հարատև աղոթքի մեջ մնալը շատ դժվար է այսօր մարդու համար։ Հայրերից մեկը մի շատ գեղեցիկ խոսք ունես իմ կյանքում միշտ ինձ համար ուղենիշ է, ասում է դու ասում ես որ պատարագը երկար է, հոգնում ենք, իսկ ես քեզ պատասխանում եմ որ քո սերն է կարճ։ Երբ որ քո սերը կարճ է, դու չես ուզում Աստծո հետ երկար ժամանակ անցկացնել, աղոթել քեզ համար պիտի դժվար դառնա։ Դու պիտի փորձես ամեն կերպ անես, մի հատ խաչակնքումով կամ մի քանի մոմ վարելով, մի հատ էլ փառքը շատ Տեր Աստված ասելով վերջացնես քո աղոթքը։ Բայց աղոթքը սիրելի հետ երկար զրույց է, ինչպես որ դու կարող ես ժամով քո սիրելի հետ խոսել, քո կյանքը պատմել, նրան լսել, նրա հուզմունքը ապրել, նրա սրտի թրթի զգալ, դու աղոթքով էլ պիտի կարողանաս Աստծո ներկայությունը քո կյանքի մեջ զգաս։ Եվ եթե դու նույնացար աղոթքով Տիրոջ հետ, Տերը քեզ հետ ամեն օր պիտի խոսի։ Իսկ ձեր համայնքում մարդկանց թեկուզ երիտասարդներին ինչպես եք բացատրում պատարակի կարևորությունը, երբ մարդը գալիս է եկեղեցի ու ասում է լավ, ինչի գամ պատարակի, ինչու է դա այդքան կարևոր։ Ես իմ մանավանդ այդ արտահայտությունը, որ վստահ եմ շատ սղոցող յուրաքանչյուր քահանայի հոգևորականի քրիստոնյայի համար, ես իմ մեջ իմ սրտում Աստծուն հավատում եմ։ Ինչ եք պատասխանում, որ մարդը հասկանա, որ պատարակ անհրաժեշտ է ու անփոխարինելի։ Նախ ասում եմ, որ չեմ հավատում, որ դու տան աղոթում ես, որովհետև տան աղոթող մարդը պիտի ուզենա եկեղեցում Տիրոջ հետ ներկա լինի։ Տան ինչքան էլ աղոթենք, ես էլ տան աղոթում եմ, գիշեր իմ աղոթքի ժամն ունեմ, առավոտյան իմ աղոթքի ժամն ունեմ, դա իմ առանձնական զրույցն է Աստծո հետ։ Բայց պատարակ այն տեղն այն վայրն է, որտեղ Քրիստոս պատարակվում է եւ այնտեղ միայն եկեղեցում է այդ ամենը ներկա։ Եկեղեցին ինքը էս ազ մարդկանց ասում որ սա մարդու եւ Աստծո հանդիպման վայրն է եւ այս պատարակը Տիրոջ սիրո ճաշի հրավերն է։ Դու գալիս ես ճաշակելու Տիրոջ մարմինն ու այրունը։ Ուզում ես տեսնել Քրիստոս ինչպես է քո մեջ բնակվում, դու պիտի գաս այդ պատարակին։ Սա հրավեր է։ Ինչու, որովհետեւ մենք մարդիկս միշտ սովոր ենք
երբ որ մեզ հրավիրում են, ամեն ինչ անում ենք գնալ այդ մարդուն գոհացնելու համար, որովհետև հաջորդ անգամ գուցե դու իրան հրավիրես չգա։ Օրինակ եմար, մենք նեղության ժամին դիմում ենք Աստծուն։ Շատ լավ է, շատ նշանակում է դու Աստծուն վստահում ես եւ հավատում ես, բայց սա սիրո նշան չէ։ Եթե դու ուզում ես, որ Աստված քո կյանքի մեջ ներկա լինի, նախ դու քո քայլը պիտի առնես։ Աստված ասում է՝ խնդրիր, ասա, որ քեզ օգնեմ, բայց մի խնդրի, որ քո փոխարեն ես անեմ։ Դու քո բաժին գործը պիտի պարտադիր անես, մնացած Տերը պիտի քեզ տա։ Եվ շատ չի խնդրում, շաբաթվա մեջ 2 ժամ է ընդհանրապես մեզ խնդրում։ Եթե սա էլ ավել է, մենք իրավունք չունենք տալու, այսօր ճանապարհին որ գալիս են կներս մեկը զանգեց, ասում է՝ ճիշտ է, չէ, որ Աստծո 1 օրը 1000 տարի։ Ասում եմ, իսկ մենք ինչքան ենք աղոթում Աստծուն մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Եթե Աստված մեր կյանքը սահմանել է 70-ից 100 տարի, ասում եմ նստել եմ հաշվարկ եմ արել, ընդամենը 2.5 ժամ ենք ամբողջ կյանքում տրամադրում Աստծուն։ Այսինքն մի ամբողջ կյանքի մեջ դու 2.5 ժամ ժամանակ ունես Աստծո հետ լինելու, որովհետև այսպես ասեմ, առաքինության, սրբության քարոզիչները շատ են, նահատակներ չկան, մարտիրոսներ չկան։ Այսինքն առաքինության քարոզիչները ինչքան ուզես մեր կյանքում կան, բայց աղոթող մարդը դրա հետ մեկտեղ ինքը չի կարող անիծել, բամբասել, չարախոսել, թշնամություն հրահրել։ Եթե դու աղոթում ես, դու այդ աղոթքը նշանակում է ներկայությունը սիրո մեջ, իսկ սիրո մեջ ապրող մարդը ինքը չի կարող այլ կերպ լինի։ Քրիստոս ամեն օր մեր սիրտը թակում է, բայց այդ սրտի դուռը դրսից բռնակ չունի, որ Տերը բացի ներս մտնի, դու պիտի բացես իր համար, որ ինքը գա ապրի քո մեջ։ Եվ պատարագ ես հրավերի միջոցով, երբ որ մարդը 1 անգամ, 2 անգամ պատարագին կարողանա լսել, հասկանալ ինչ է կատարվում, ինքը էլ չուզենա պատարագից դուրս այլ բանի մեջ լինի, որովհետև պատարագը խորուրդ խորին է, ինչպես որ շարականի մեջ ենք ասում, այդ քննել այդ խորություն Աստծո ներկայություն դու միայն կարող ես քո ներկայությամբ զգալ քո կյանքի մեջ։ Եթե մարդը երբևէ չի մասնակցել պատարագի ու հիմա ցանկություն ունի, գուցե թե հենց այս զրույցը լսելով մտածում է, այ գուցե առաջիկա Կիրակի օրը գնամ, այնուամենայնիվ գնամ մասնակցեմ։ Որոնք են այն առաջին քայլերը, որ դուք խորհուրդ կտաք անել, ինչպես պատրաստվել, ինչպես գնալ եւ ինչպես գտնել պատարագի այն հիմնական բանալիները, որ կօգնեն հասկանալ։ Նախ առաջին հերթին, ինչպես որ մենք յուրաքանչյուր ժամադրությամբ պատրաստվում ենք, որոշում ենք ինչ շոր պիտի հագնենք, մեր մազերը ինչպես պիտի սանրենք, մեզ ինչպես պիտի պահենք, ես մարդկանց ասում եմ, որ 2 շաբթի ձեր մտքում դրեք, որ դու Կիրակի օրը ժամադրություն ես Հիսուսի հետ, ոնց պիտի ներկայանաս։ Նախ պիտի միտքդ մաքուր ունենաս, հոգիդ, սիրտդ, քո ամբողջ էությամբ մաքուր պիտի ունենաս, հագուստն էլ կարևոր, դու ինչ հագուստով ես գալիս Տիրոջը ներկայանալու։ Եթե դու մեկին սիրում ես, դու ամեն ինչ անում ես, որ իրեն երջանկացնես։ Դու ամեն ինչ անում ես իրեն ուրախություն պատճառ, որովհետև իր ուրախությունով նաև դու ես ուրախանում։ Իր ուրախ վիճակից նաև քո ներսում ցնծություն առաջանում։ Պատրաստվելու համար նախ պիտի փոքրիկ ընթերցումներ անես, որոշակի հասկանաս ինչու է Քրիստոս հրավիրում քեզ այդ պատարագին կամ ինչու է այդ օրը Կիրակին սրբացրել։ Դա քո ազատագրության օրն է, քո շնորհակալություն հայտնելու օրն է։ Այ Պողոս Սարաքյալը Տիմոթեոսին ուղղած իր նամակի մեջ ասում է. ամեն ինչ գոհությամբ պիտի անես, երկրորդը Աստծո խոսքով եւ աղոթքով սրբագրվում է։ Այսինքն երբ որ դու գոհությամբ մոտենում ես Տիրոջը, շնորհակալություն հայտնել ես ամբողջ օրվա համար, որ դու այս օրը ապրեցիր, այս շաբաթը ապրեցիր, Սուրբ Գիրք ես կարդում, աղոթում ես, դու նաև մաքրվում ես։ Եվ երբ որ դու այս գոհունակ սիրտ ունես եւ անդրադառնում ես, որ այսօր դու աշխատանք ունես եւ դժգոհ ես այդ աշխատանքից, չէ՞ որ այս աշխատանքը գործազուրկ շատ մարդկանց երազանքն է, որ իրենք այդ աշխատանքն ունենան։ Մենք տաքուկ այսօր փափուկ անկյուն ունենք, քնում ենք խաղաղ, այսօր միլիոնավոր մարդիկ փողոցում են քնած։ Մենք մեզ սիրում են, բայց մենք դժգոհում ենք երբեմն այդ սիրուց։ Քո զավակին տալիս ես ամեն ինչ, ինքը շնորհակալություն չի հայտնում, ինքը մտնում է դու պարտավոր ես իրեն անելու։ Այդ դու պիտի նաև ցույց տաս այդ ամենը, որ Տեր, երբ որ քեզանից խնդրում եմ, ես էլ իմ բաժին գործն արեմ, տուր։ Մենք ինչ ենք ասում, մի կտոր հացում էինք տվել։ Աստված երբեք պարտքի տակ մնացող Աստված չէ։ Երբ որ դու մի քայլ արեցիր, ինքը հազարավորը քեզ կանի։ Եվ երբ որ դու այդ մտածումն ունենաս, որ դու գնում ես Տիրոջ խնջույքին, ուրախությանը մասնակցելու, դու ինքստինքյան արդեն ուզում ես այնտեղ լինելու։ Եվ ինքստինքյան ուզում ես Քրիստոսի հետ նույնանալու։ Ես ինքս պատարագը առաջին ու վերջին անգամ զգացումով եմ ամեն անգամ մատուցում, որտեղ ես չգիտեմ հաջորդ օրը կլինեմ թե չլինեմ, ես հաջորդ շաբաթ հնարավորություն կունենամ նորից Քրիստոսի մարմին իմ ձեռքերի մեջ ունենալ։ Երբ որ ես հիվանդ էի 4 ամիս անկողնում պարկած էի, ինձ համար կյանքը կանգ առած, որտեղ ես զրկված էի Տիրոջը մոտենալու այդ զգացումից, այդ քո ձեռքերի մեջ Տիրոջը զգալու։
Ուրեմն եթե նույն քո սրտի մեջ էլ այդ մի զգացումը պիտի դնես, նաև դու պիտի հիշես, որ դու պիտի մի օր մահանաս։ Եվ Գերմանիայի կանցլերներից մեկը 1943-ից 63 թվականին Արևմտյան Գերմանիայի կանցլերն ասում է ամենամեծ հույսը մարդկության համար Քրիստոսի հարությունն է։ Ամենամեծ հույսն է սա մարդու եւ հարության այդ հույսը քեզ տալիս է այդ բաժակը սկիհը, որի մեջ Քրիստոս պատարակվում է քեզ համար։ Նորից ինքը քեզ համար զոհում է, որ դու ապրես։ Եվ դու ոչինչ չես վճարում դրա համար, անգամ շնորհակալություն չես հայտնում։ Եթե դու ուզում ես գոհունակ սիրտ ունենալ, խաղաղ ապրել, դու պիտի գնաս այդ հանդիպմանը։ Այդ օրը պիտի դերադարձնես իրեն։ Ու հրաշալի է այդ գիտակցումը, որ պատարակը ներկայանում է որպես շատ ուրախ ու հույսի հաղթանակի այդ հանդիպում, որովհետև շատ հաճախ եկեղեցին ներկայացվում ավելի որպես տխուր, որպես ձանձրալի ինչ, որտեղում մարդկանց ենթագիտակցության մեջ դաջված է որպես մռայլ, ինչ որ սքի վայր, միշտ ինչ որ վատ բաների հետ կապված ու դա էլ որոշակիորեն վանում է մարդկանց։ Քրիստոնեություն ուրախ մարդկանց կրոնն է, տխուր, վախվորած, թուլամորթ մարդու կրոնը չէ։ Հետո նախ Պողոս Սարաքյալի խոսքն ասում է ուրախ եղեք, դարձյալ եմ ասում, ուրախ եղեք, նշանակում է քրիստոնյան ուրախություն, այդ հոգևոր ուրախությունը մի օր այս նյութի շուրջ խոսելուց մի կին ինձ գրել էր, Տեր այր այսքան ցավի, կոտորածի, մահվա մեջ ինչ ուրախություն։ Հոգևոր ուրախությունը այլ բան է, ֆիզիկական զվարճանքը ժամանցային բանը այլ է։ Հիմա տեսեք, երբ որ մեկը հիվանդ է, անկողնում պարկած է, իր համար ժամանակը կանգնած է, չի գնում առաջ։ Երբ որ մեկը անդադար զվարճանքների մեջ է, իր համար ժամանակը շատ կարճ է թվում, ովքեր սպասման մեջ են, ժամանակը կանգնած է գրեթե։ Բայց նրանք, ովքեր սիրում են, իրենց համար ժամանակը հավերժություն է։ Այլ որ դու սիրում ես, դու այդ ուրախությունը վայելում ես քո կյանքի մեջ։ Դու զգում ես, որ այդ մարդուն, որ այսօր տեսար, այսօր պիտի ասես, ես քեզ սիրում եմ։ Վաղը պետք չի որ մեկին սեր խոստով անել։ Վաղը մեկին պետք չի ասել, ես քեզ սիրում եմ կորցնելուց հետո։ Եթե դու հիմա չես վայելում այդ ներկայությունը, ինքը կա, շնչում է քո կողքը կանգնած է, վաղը ինչ կասես արդեն նշանակություն չունի։ Եվ եկեղեցին տալիս է քեզ այդ ուրախությունը։ Երբ որ դու մտնում ես Քրիստոսին ճանաչում ես, մեզի սխալ երկար տարիներ մեզ սխալ խաբել են, որ քրիստոնեությունը տխուր մարդկանց, դժբախտ մարդկանց, այդ ամենը մեզ աշխարհը մեզ հրամցնում է, որ այդպես պիտի լինի։ Դրա համար հետարքիր չէ քրիստոնեությունը մարդկանց համար, բայց Քրիստոսին առանց ճանաչելու խոսել Քրիստոսի մասին, այո, շատ բաներ պիտի հանդիպես։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի սատանապաշտ, որ այդ սատանային էր ուզում պաշտեր կամ արդեն այդ ասում էր Քրիստոս ամեն ինչ արգելում է, դրա համար ես իրեն չեմ հավատում, իսկ իր տենց արգելված շատ տխուր է, իսկ սատանան ինձ ամեն ինչ տալիս է։ Տերն է առաջինը մեզ ամեն ինչ տասել, աճեցեք, լցեք, բազմացեք, ուրախ եղեք, վայելեք այս ամեն ինչը։ Մանավանդ ասում են նրանք, ովքեր հավատում են եւ ճշմարտությունը ճանաչել են, հարազատ որդիներ են, իրենք այդ ուրախության մեջ գողության պիտի ապրեն։ Ուրեմն նշանակում է Տերը չի ուզում որ մենք տխրենք։ Հետո կանայ հարսանեկի ժամանակ Աստվածամայր եկավ ասեց գինի չուն, այսինքն իրենց ուրախությունը պակասել է եւ Տերը հրաշքը գործեց, որպեսզի մարդկանց ուրախությունը չպակասի։ Երբ որ Հիսուս չկար, այո, մարդկանց համար մահն էլ անորոշ էր, չգիտեն ում համար, ինչի համար են ապրում, բայց երբ որ Քրիստոս եկավ, ինքը գիտի, որ ինքը մահից հետո նոր կյանք ունի, ավելի մեծ, ավելի լուսավոր։ Վիկտոր Հյուգոյի շատ գեղեցիկ խոսքը կա, ասում է, երբ որ ես մահանամ եւ գիտեմ, որ արդեն ինձ վաղը պիտի տանեն հողի մեջ հանձնեն, դա իմ կյանքի վերջալույսն է։ Բայց ես վստահ եմ, ասում առավոտյան նոր արշալույս պիտի ունենամ Տիրոջ ներկայության մեջ։ Ուրեմն այս ուրախության մեջ ենք մենք ապրում եւ սիրո մեջ է այդ ուրախությունը, որ դու սիրում ես, ուրախություն անգամ ցավի մեջ, բոլոր տեսակի առաքինությունները շատ լավ են, բայց լավ է որ մարդ իր ցավի մեջ կարողանում է ժպտալ, ուրախանալ։ Եվ քրիստոնյան սա է փոխանցում, որ սա վերջավորությունը չէ, ինչքան էլ քեզ հալած են, ցավ պատճառեն, մահ բերեն, դժբախտություն բերեն, դու ուրախություն ես հոգի, որ դու ազատագրված ես, եւ այդ ազատագրությունը քեզ տալիս է հավերժ լինելու, Տիրոջ ներկայության մեջ ապրելու։ Էլ ինչի՞ ես պիտի տխուր լինեմ։ Ինչու՞ պիտի ցավ ապրես։ Հայո տխրություն կա մեր կյանքի մեջ շատ։ Սուրբ Գիրքն ասում է ուրախությունը, տխրությունը հարազատ քույրերի պես քայլում են։ Անբաժան է տխրություն, թե կա ծնունդ, ուրեմն կա մահ։ Եթե կա մահ, կա նոր ծնունդ, բայց այդ ամենի մեջ, երբ որ դու փորձում ես ապրել, այդ հոգեւ ուրախությունը քեզ առաջնորդում է նախ Քրիստոսին ճանաչել, Քրիստոսով ճանաչել դիմացի մարդուն ու սիրել իր բոլոր թերություններով։ Կատարյալ մարդուն հեշտ է սիրելը, անթերի մարդը, որ տգեղ չէ, գեղեցիկ է, լավ կազմվածքն սիրելը հեշտ է։ Պիտի սիրես այն մարդուն, ով մեղավոր է։
ով որ այդ կարիք ունի, սիրո կարիքն ունի, եւ մենք մի օր դրա համար պիտի պատասխան տանք, որ Տերը ասի, որտեղ գնացիր, հույս տվեցիր, սիրեցիր այն մարդուն, որ քեզ չէր սիրում, այն մարդը, որ քեզ մերժում էր, դու իր համար աղոթեցիր, եւ այս ուրախությունը քեզ բերում է հասնում դրան, որ դու եկեղեցի գնում ես ոչ թե տխրելու, միայն մեղքերդ հիշելու, դու գնում ես Աստծուն փառաբանելու, որ Տերը քեզ ներել է, քեզ ազատություն է տվել։ Այդ ազատության մեջ էլ հոգևոր ցնծություն է սա, որ դու կաս եւ իրավունք ու հնարավորություն ես Տիրոջ ներկայության մեջ աղոթելու։ Այսօր, երբ մենք խոսում ենք այս գաղափարների մասին, վերադառնալով մեր կյանք ու մեր կենցաղ, մենք տեսնում ենք, որ այս գաղափարները շատ քչերն են կիսում ու մենք կարծես էլի պարփակվել ենք Քրիստոսի ասած այդ փոքր հոտի մեջ։ Ինչքան էլ որ խոսում ենք քրիստոնյա երկրի, քրիստոնյա ազգի մասին, բայց հստակ է, որ փոքր հոտն է, այնքան փոքր, որ արդեն գրեթե բոլոր համայնքներում բոլորը բոլորին ճանաչում են այն մարդիկ, ովքեր պատարակի մասնակցողներ են, ովքեր իրապես գործնականում քրիստոնյաներ են։ Բայց քահանան ընկալվում է բոլորի առաջնորդ, բոլորի հովիվ ու դուք շփվում եք հասարակության ամենատարբեր խավերի հետ։ Ես գիտեմ, որ տարիներ շարունակ դուք ծառայություն եք իրականացրել թե Տավուշում, թե Բանտերում, թե ամենատարբեր հանգամանքներում։ Որպես քահանա, ո՞րն է ձեր բնորոշումը մեր ազգի հոգևորականի նկատմամբ վերաբերմունքի։ Մեր ժողովուրդը ինչպես է ընկալում եկեղեցին։ Ոմանց համար եկեղեցին մի հատ կառույց է, որտեղ իրեն կարող են գնալ աղոթել կամ մկրտվել, պսակվել։ Մի հատվածի համար եկեղեցին իրենց սեփականություն է, բայց իրենք դրա մոտ պատասխանատվություն չպիտի ունենան։ Եվ մի հատվածում էլ եկեղեցին հոգևորական են, իրանցն է թող իրանք ոնց ուզում են, այդպես էլ ապրեն։ Սա բերել է նրան, որ մարդիկ նախ Աստծո հանդեպ իրական պատկերացում չեն, մարդ Աստված հարաբերություն ինչպես պիտի լինի։ Հիմա տես Ադամը եւ Աստված ամեն օր դրախտում հանդիպում էին, չէ, զրուցում էին, խոսում էին, եւ Ադամը երբ որ կորցրեց, զրկվեց Աստծո ներկայությունից։ Մեղքն էլ մարդուն է անդամալույս դարձնում։ Մարդը թեև ինքը կարող է ուզում է, բայց մեղքը այնքան էլ իրեն հիվանդացել, որ ինքը չի կարողանում կամքի ուժն էլ չունի, բարձրանալու ձգտումը չունի իր կյանքի մեջ, եւ ինքը սկսում է այլ պատկերացումներ ունենալ։ Եթե մեկը սայթակում է, դա չի նշում եկեղեցին է սայթակում։ Եթե Հուդան դավաճան է, չի նշում 11 առաքյալները դավաճան են եւ իրենք իրավունք չունեն այլևս Աստծո խոսքը քարոզելու։ Թեև ամենամոտ մտերմիկ շրջանակից եղավ։ Պողոս առաքյալը գրում է, որ Պետրոս առաքյալը կեղծավորություն արեց, չի թաքցնում, ինչու համար, որ մարդը նախ քահանայի համար չգնա եկեղեցի մեկ, ինքը պիտի գնա Քրիստոսի համար։ Քահանան այնտեղ մեն եկեղեցու դուռը բացողն է, իրեն սպասավորողն է, ծառայի համար մենք չենք գնում եկեղեցի, մենք գնում ենք Տիրոջ համար։ Երկրորդը մարդկանց թվում է, թե քահանաներ ամենաերջանիկ մարդիկն են, հարուստ են, ապահովված են, իրենց բաժին չեն տալիս։ Երբ որ ես երբեմն որ այդպեսի խոսողներ ասում եմ, գիտեք, ես ինչքան խնդիրներ ունեմ։ Ոտքս պրոթեզ է, ես ինչ ցավ ունեմ, մաշկային խնդիր ունեմ, ցավեր ունեմ, որ տանջում են ինձ, բայց ինչու՞ չեք դրա մասին խոսում։ Պետք չի դրա մասին խոսել։ Այսինքն, երբ որ իմ ցավը ես քեզ պատմեցի, դու ինձ երջանիկ չես դառնում։ Բայց երբ որ մենք չենք խոսում, դա չի նշանակում ամեն ինչ հարթ է մեր կյանքի մեջ, մենք դժվարություններ չունենք, մենք ապահովված ապրում ենք այդ ամենի մեջ։ Սա էլ գալիս է աշխարհիկ ճնշումները, որտեղ քահանան ամենաքննադատված, ամենադատապարտված մարդն է, բայց նաև ամենափնտրվածն է մարդկանց մեջ։ Ինչպես որ մարդիկ Աստծուն են վերաբերվում, այնպես իրենց առաջնորդին են վերաբերվում։ Աստծուն երբ են հիշում մարդիկ, երբ որ արդեն ոչինչ չունեն, մեռնում են, արդեն ցավի մեջ են, էլ որևէ մեկից օգնություն չկա, Տեր Աստված են կանչում։ Երբ որ քահանային ասում են չենք հարգում, ինչ ասես խոսում են, բայց երբ որ իրեն կորուստ ունեն, առաջինը վազում են քահանայի մոտ։ Սա էլ նույն վերաբերում, որ սեր չունեն, եթե սեր ունենային Աստծո հանդեպ, սեր կունենան նաև Աստծո ծառայի հանդեպ։ Երկրորդ մի կարևոր մի բան կա, Քրիստոս երբեք չսպասեց, որ մարդիկ գան իրենց մոտ։ Ինքը գնաց մարդկանց մոտ։ Մենք էլ երբեմն եկեղեցիում նստում ենք, սպասում ենք, թե մարդիկ երբ պիտի գան։ Իրենց աղոթքի համար, իրենց ցավի, պետքի, ուրախության համար։ Մենք դուրս պիտի գանք այդ շրջանակից մտնելու։ Երբեմն սա տեսել եմ բոլոր եկեղեցիներում, կաթոլիկ, ուղղափառ, առաքելական եկեղեցիներում, մենք շեշտը դնում ենք տաճարի գեղեցկության, շքեղության վրա։ Մեզ թվում է, թե տաճարը շատ գեղեցիկ լինի, մարդիկ կգան եկեղեցի, չէ։ Մենք պիտի մտնենք մարդկանց մեջ եւ մարդիկ երբ որ մեզ ճանաչում են, փոխում են իրենց պատկերացումը։ Ես մի հետարքիր դեպք պատմեմ, երբ որ տարիներ առաջ ավտովթար եղավ, մեր շատ սիրելի դերասաններ Արմեն Մարությանին աղջիկը փեսան, զավակները զոհվեցին, ես եկել եմ իրենց թաղման արարողությանը։
Երբ որ ես խոսեցի անկեղծ ասելով, որ ես չեմ հասկանում ձեզ, դուք հիմա ինձ ցավ եք զգում, ես չգիտեմ զավակ կորցնել ինչ է, ես չեմ կորցրել, ձեզ չեմ խափի հիմա այնպեսի անպագորգոր բառեր ասեմ, որ ձեզ համոզեմ, բայց ես պատկերացնում եմ, թե ձեր ներսում ինչ է կատարվում եւ հուզմունքից սկսեցի լացել, չդիմաց, արցունքներս գնաց եւ ինքը հարցնում ասում է, «Էս Տեր հայրը մեր երեխեքին ճանաչում է», ասում են, չես, բայց ինչու է լացում։ Այսինքն իմ ցավն ու իր ցավը նույնացան եւ այդ մարդը երբ որ դուրս եկան, ասաց շնորհակալ եմ, մենք մխիթարված ենք։ Դες ավել բառ չեմ խոսել, բայց իր հետ նույնացել ես։ Մեր ժողովուրդն է, որ մենք իր հետ նույնանանք։ Մեր ժողովուրդը վատ ժողովուրդ չէ, ինչպես մեր բաղացը բանը պաշտելի ժողովուրդ են, համբուրելի ժողովուրդ են։ Խնամք է պետք տանել այդ մարդկանց։ Խնամք է տանել եւ ներկայանալ իր ցավին, ուրախությանը, քեզ չբաժանելով, սահմաններ չդնելով իր մեջը։ Երբ որ սա ունենաս, ժողովուրդը կգա քո հետևից, կվստահի քեզ։ Մեզանից է շատ բան է կախված։ Երբ որ մենք իր համար աղոթող լինենք, կարևոր չի եկեղեցու մարդկա թե չկա, դու այդ ժողովրդի համար պիտի աղոթես։ Իրենց դարձի համար, իրենց փրկության համար։ Կարևոր չէ ժողովուրդը եկեղեցի ամեն օր գալիս է թե չէ, դու իր կյանքի մեջ պիտի ամեն օր ներկա լինես։ Ինքն էլ եկեղեցու մեջ ներկա լիներ։ Քրիստոս էսպես արել։ Եվ հետո հազարավոր միլիոնավորները չէ որ պիտի գան լցվեն եկեղեցում։ Այն փոքրիկ որակը որ լինի, մենք իրար մեջ կարողանանք քրիստոնյան իրար սիրենք, տես ինչ եմ հայտնաբերել ինձ համար ես։ Որ մարդիկ տարբեր կրոնական խմբակներ, եկեղեցիներ Քրիստոսի անունով իրար ատում են։ Իրենք Քրիստոս են քարոզում, սեր են քարոզում, բայց իրենց մոտ չեկող քրիստոնյային ատում են։ Չեն սիրում, չարախոսում են, բամբասում են, եւ այստեղ վերջանում է քրիստոնեությունը մեր կյանքի մեջ։ Այո, որ մենք բոլորս Քրիստոսով իրար չատենք, իրար սիրենք, մեկս մյուսին օգտակար լինենք, որ Քրիստոսի անունը բարձրանա, ոչ թե մենք մեր անձնական նեղ շահերը փնտրենք, մենք անպայման հաղթանակած կլինենք։ Մենք շատ գեղեցիկ բառ ունենք հայերենում ցավակցելը ու շատ հաճախ մանավանդ այս օրերին, երբ իրապես ամեն մեկը ունի հարևան, ամեն մեկի կյանքում կա գոնե մեկը, որը վերջին տարիների սարսափելի դաժան իրողությունների միջով անցել է, հիմա շատ հաճախ տեսնում ենք այդ ապրումակցելու, իրարով ապրելու, իրար հաղորդ լինելու պակասությունը։ Հաղորդության մասին երբ խոսում ենք, միշտ պատարակն ենք հիշում, բայց հաղորդությունը հենց նաև իրար հետ հաղորդ լինելու, այդ կապի մեջ ու համայնքային կյանքի մեջ լինելու նշանակությունն ունի, ու համացանցը թվում է ինչքան պիտի կոչված լիներ մեզ կապելու, բայց այդքան ավելի բաժանեց ու հիմա օրինակ հարևաններն էլ առանձնապես չեն ճանաչում իրար, չգիտեն։ Ինչպես ձևավորել համայնք եւ ինչպես անել, որ հենց ազգը քիչ-քիչ ձևավորվի միջոցավակից, իրար հաղորդ, իրար հետ համայնք, ազգ միասնական լինի։ Թոմաս ջան, մարդկանց օգնելը, ծառել այս համախմբելը Սուրբերից մեկ ասում է պատարակ է պատարակից հետո։ Այսինքն մեր պատարակը չվերջացավ, մենք բոլորս պիտի գնանք, մեր տները ցվրվենք։ Բնականաբար, երբ որ մարդիկ հավաքվում են անդադար նույն տեղում հավաքվում են, իրարից կարող են հոգնել։ Ընտանիքի մեջ էլ չան մեկը գալիս է ժամ, գնում է իր ննջասենյակը կամ մյուս տեղը, որ առանձին մնա, որտեղ հոգնում ես։ Ուրեմն ինչ պիտի անես, դու պիտի նորություն առաջարկես իրեն։ Օրինակ մենք ամսվա մեջ 2 անգամ ուխտագնացություն ենք անում։ Ոչ թե գնում ենք ուղակի պատարակի աղոթելու, գնում ենք մեր երկիրը ճանաչելու։ Նաև երկրի չճանաչելուց է հայրենասիրության պակասը մեր մեջ։ Մեր ժողովուրդը մեր երկիրը չի ճանաչում, չգիտի։ Մենք օտար երկրներով հիանում ենք, բայց մենք այնպիսի տաճարներ, սրբություններ, ամրոցներ ու գեղեցկություններ ունենք, որ չեն եղել մարդիկ։ Ես սա օգտագործում եմ օգտագնացության անվան տակ, որ գնում ենք այսին սրբավայրը, բայց գնում ենք, օրինակ Գյումրի են գնացել, գնում ենք Իսահակյանի տուն թանգարան, Շիրազի տուն թանգարան, մեր Մկրտչյանի տուն, Վարպետաստան, այսինքն մարդկանց տանում ես քո պետությանը, քո երկրին ճանաչողությանը։ Արցախում էլ շատ քչերն են եկել։ Հետո ինչ ենք անում, ասում ենք ամեն մեկը ձեր տանից փոքրիկ ուտելիք կբերեք։ Ընդունում ենք սեղանը, սիրո ճաշեմ, սա ես եմ եփել, Տեր այլ մի հատ սա կուտես, բայց ես եմ եփել, ես եմ թխել կուտես, այսինքն սա բերում է ընտանեկան ջերմություն։ Երբ որ կա ընտանեկան ջերմություն, դու այդտեղ ամեն ինչ կարող ես ունենալ։ Այսինքն սա է մեզ պակաս, որ մենք մարդը մարդու հետ այսօր վախենում է խոսել։ Մենք իրար աչքերի մեջ չենք խոսում այսօր։ Մենք իրար հետևից ենք սովոր խոսել։ Մենք սովոր ենք իրար մեղքերը տեսնել ու քննադատել, բայց ոչ մեկ չի ուզում սրբագրել այդ մեղքը։ Ընկածին տեսնում ենք, վերջինքը մերժված էլ չի կարող մեր կյանքի մեջ լինել, չէ՞։ Մեզանից որ մեկը գողության համար դատապարտվածին կընդունի իր մոտ աշխատանքի, ոչ մեկս։ Բայց Քրիստոս ինպես մեղավորին, ստախոսին, կեղծավորին, դավաճանին, մատնիչին հրավիրել է իր փրկությանը։
Հրավիրել է, եթե Քրիստոս հրավիրել է, ուրեմն դու էլ պիտի գնաս։ Մարդիկ սիրո պակասից են չարանում։ Ոնց պատտվում ենք, ինչ խոսում ենք, գալիս ենք մենք սիրո պակասի շուրջ, որ մարդը սեր ունենա, ինքը կզանգի, կխոսի, կսպասի, գիտե որ իրեն սպասում է։ Այո, որ ծմահ բանտարկյանների մոտ գնում էի, մի տեղ ասես Տեր, ինչ ես կորցրել, այստեղ գալիս ես, այս կործանված մարդկանց մեջ ինչ կա, այսքան գալիս ես։ Ասացի, քեզ շատ եմ սիրում, դրա համար ասեց, սկի ծնողներս ինչ չեն սիրում, դու ոնց կարող ես ինձ սիրել։ Ասես քեզ Քրիստոսով եմ սիրում, որ իմ ժամանակը զոհաբերում եմ քեզ օգնելու համար, դա է իմ համար սերը։ Եվ այդ մարդը փոխվեց, մկրտվեց, բանտում նստած Սուրբ գրքի ստողեր էր գրում, ուղարկում էր կողքի խցերը, որ մյուսներն էլ ճանաչեն Քրիստոսին։ Տես մեկ բառ, ես քեզ սիրում եմ։ Մենք անգամ սա ընտանիքի մեջ զլանում ենք ասել, որ ես քեզ սիրում եմ։ Ամուսնանում ենք, խոստումներ ենք տալիս, հետո մոռանում ենք։ Բայց այդ մեկ բառից է կախված։ Ես բոլոր նմրապսակներն ասում եմ, հանկարծ չմոռանաք իր ամեն օրսել, ես քեզ սիրում եմ։ Բարևից առաջ դա ասա։ Հիշեցրու, որ այդ մարդը քեզ համար թանկ է։ Նույնը համայնքի մեջ է, քրիստոնեական կյանքի մեջ է, իմ ու քո չպիտի լինի։ Ես ու դու չպիտի, սա ես բերեցի, սա ես արեցի, սա իմ տեղն է, սա չէ։ Ասենք բոլորս ընտանիք ենք, օր մեկը տկարություն ենք, իրեն պիտի առաջին օգնենք, եւ առաջին օրինակը դա քահանան ինքը պիտի լինի այդ հոգատարություն։ Եթե դու հոգ չտանես, իրենք էլ այդ անհոգության մեջ կապեն։ Եթե դու տալիս ես այդ սերը, իրենք էլ մեկը մյուսի հանդեպ փոխադարձ են։ Ես ժողովրդին ասեմ, ինձ համար չգա եկեղեցի։ Ես այստեղ ներկա բացակա չեմ անում։ Դուք գալիս եք Քրիստոսի հետ հանդիպման։ Ինչու ենք մենք փնտրում սրբակենցաղ մարդիկ, դու էլ այդ փնտրտուք ունես, ես էլ ունեմ։ Որտեւ ուզում ենք, որ մեկին մաքուր գտնենք, մեր մեղքը խոստովանենք, որ մեր ցավ իրեն պատմենք, ինքը մեզ խորհուրդ է։ Սա բոլոր ժամանակներում այս փնտրտուքը եղել է, որտեւ երբ որ մարդը Աստծո հետ էր ապրում, ինքը խնդիր չուներ, ինքը Տիրոջ հետ ներկա էր։ Ինչպես էր Աստված էր թագավոր առաջնորդում էր, հրեա ժողովուրդը հավաքվեց, ասաց, մենք էլ ուրիշ ազգերի պես տեսանելի թագավոր ենք ուզում։ Երբ որ դու տեսանել ինչ-որ բաներ ես փնտրում, մոռանալու որ այս քահանան էլ կարող է սայթակել, հանկարծ սայթակեց վերջ, այդ մարդը արդեն շատ վատն է, իրեն այլևս չի կարելի լսել, չի կարելի խոսել, բայց մի կարևոր բան կա, երբ որ դու Քրիստոս չունես, Քրիստոս չես փնտրում, դու անդադար պիտի փնտրտուքի մեջ։ Ես տեսնում եմ մարդկանց, որ ամիսը մեկ եկեղեցի են փոխում, խաղաղություն գտնել, բայց խաղաղությունը քո մեջ է։ Ուզում ես տունդ փոխի, ուզում ես քաղաքդ փոխի։ Դու խաղաղություն չես գտնել, մինչև Քրիստոս չգա քո կյանքի մեջ բնակվելու։ Եվ Քրիստոս ուզում է քո մեջ բնակվելու, բայց դու իրեն ասում ես մնա այստեղ, ես մարկանցից եմ ուզում այդ ամենը փնտրել եւ հասկանալ, գտնել այդ ամենը։ Մարդը չի կարող տալ, մարդը քեզ որոշակի ժամանակ կարող է տեսանելի կամ թվացial հանգստություն ապարգևել, բայց ոչ խաղաղություն։ Սուրբ Գիրքն ինչ է ասում, մենք այսօր շատ ենք չէ խոսում խաղաղություն։ Հստակ ասում, իմ հետ խոսում են խաղաղությունից, իմ թիկունքում դավադրություն են կազմակերպում։ Դու նախ պիտի խաղաղություն ունենաս, որ այդ խաղաղությունը, ես այդ հարցի մեջ շատ եմ մտածում, Թովմասյան, ես էլ ամեն անգամ պատարագին շնում ասում խաղաղություն ամենեցում։ Ինձանից խաղաղություն դուրս գալիս է թե չէ։ Այդ պիտի դուրս գա, որ դիմաց այդ խաղաղությունը քեզանից գտնի։ Եվ ոնց պիտի դու գտնես, որ մարդը նախ Քրիստոսին ճանաչի։ Մենք մարդկանց կապում ենք մեզ, հետո մենք թողնում ենք, մարդիկ էլ չեն գալիս։ Մեր ընդհանրական, մեր հայկական միջավ, մեր եկեղեցում, մեր պետության մեջ ինչ մենք անհատների վրա է ամեն ինչ թողնված։ Մենք չունենք հավաքական։ Այս անհատը կորավ, տես Գարեգին Նժդեհը չկա ոչ մի բան։ Անդրանիկը չկա ոչ մի բան։ Սրբակենցաղ Ներսե Շնորհարին չկա ոչ մի բան։ Այսինքն մենք պիտի փորձենք, իմ ասածը նորից եմ գալ, առաքինության քարոզիչները շատ են, մարտիրոսներն են շատ քիչ։ Այսինքն ամեն մարդ ուզում է որ ուրիշ իր փոխարեն սուրբ լինի։ Ունա գալիս են ասում են թուղթը տալիս են, ես մեր հիվանդի համար կաղոթես, ասում եմ, բայց դու էլ արի մի բառ աղոթ իր համար, ես կաղոթեմ, բայց քո աղոթն էլ կարևոր է։ Իմ աղոթքը կարող է քեզ պաշտպանել, բայց փրկվելու համար դու պիտի աղոթես։ Մենք սա չենք կարողանում ժողովրդին սովորեցնել, որովհետև մեզ թվում է թե եկավ երկու բառ ասեցինք, խաղավեց, գնաց, չէ, մարդը ամեն օր հարց ունի, ինքը արթնանում է, հաց չունի։ Երբ որ դու մեկից հաց ես խնդրում, հացը ինչ է, կյանք է, չէ։ Դու ուրեմն կյանք ես խնդրում մարդուց, երբ որ դու կյանք ես խնդրում, ուրեմն Քրիստոս ես խնդրում, դու Քրիստոս է կյանք։ Այլ որ Քրիստոս ունենա մարդու մեջ, ինքը բոլոր դժվարությունները կանցնի, փորձությունները կանցնի առանց վախենալու։ Եվ իմ ամենասիրած խոսքը, որ շատ եմ ես կրկնում, ասում եմ, ես չեմ համբուրում այն ձեռքերը, որ միշտ ձեռնոցների մեջ են եղել ու մաքուր են մնացել։ Ես համբուրում եմ այն ձեռքերը, որ միշտ մտել են կյանքի տեղի մեջ, բայց միշտ մաքուր են մնացել։ Այս ձեռքերն է պետք է համբուրել, որ նախ եւ առաջ այս ձեռքերով դու կարող ես այդ մարդուն Քրիստոսի ներկայությունը ցույց տաս իր կյանքի մեջ։ Իսկ դե Քրիստոս չկա քո կյանքի մեջ, դու ամեն օր պիտի հուսահատվես։ Ես չեմ կարող բոլորին գոհացնել։ Ես չեմ կարող բոլորին հասնել։
Բայց երբ որ Քրիստոս կա, ինքը ինձանից շուտ այնտեղ ներկա է արդեն։ Երբ որ դու Հիսուս ունես քո կյանքի մեջ, ուրեմն դու հարցերիդ պատասխանները շատ շուտ կգտնես։ Եվ մեր վերջին ավանդական հարցը, եթե հնարավորություն ունենայիք վերադառնալու մանկություն եւ հանդիպելու ձեզ 10-ամյա հասակում, ինչ խորհուրդ կտայիք։ Որ ավելի շուտ ճշմարտություն տեսնելու ճանաչեր։ Ես ինքս բնավորությամբ չեմ երազել հոգեորական, երազանքը զինվորական դառնալն է եղել։ Կռիվ, ծեր, ջարդ, պատերազմ։ Ինչե որ 14 տարեկանում Տերը կանչել է ինձ, ես 14 տարեկանից իր ներկայության մեջ ապրում եմ։ Այդ տղային կասե որ ժամանակս ավելորդ բաներով չծախսեի։ Մենք շատ ենք անիմաստ բաներով ժամանակ ծախսում։ Մտածելու, վիճելու, փորձելու, համոզելու մարդ ինքը նաև պիտի ուզե ճանապարհը անցնի։ Եվ շատ կարևոր է դու ճանապարհի մեջ մտնես ու Տիրոջ ներկայացում այդ ճանապարհի մեջ զգաս։ Ես դա կուզեի։ Ես երկու երազանք եմ ունեցել, նախ Տիրոջը տեսնել, Քրիստոսի հետ շփվել եւ երկրորդ կարող բան ուզել եմ Պողոս Առաքյալին տեսնել։ Մեծագույն այդ մարդուն տեսնել, թե ինքը ոնց կարողացավ հասնել նրան, որ ասի այլևս ես չեմ ապրում, Քրիստոսը իմ մեջ ապրում։ Ես դա եմ ուզել տեսնել, ոնց է արել ինքը այդ մարդը, սովորական իմ ու քուպես միսամիս մարդ, բայց ինչ սեր, ինչ վստահություն Տիրոջ հանդեպ, ինչ հավատարմություն Տիրոջ հանդեպ, որ կարող է 10-ամյա տղայի մեջ դնել եւ փոխանցել, որ ինքը այդ ճանապարհից երբեք չշև եւ երբ որ հասնեն կյանքի իր վաղճանին, ասի Տեր ես ամոթով չմնացի քո առջև։ Շնորհակալ եմ քեզ ինձ տրված հնարավորության համար։ Շնորհակալ եմ այս զրույցի համար։ Օրհնեցեք Տեր։ Աստված օրհնի։